Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում իրականացրել է 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը։ Այսպիսով, հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների հերթականությունը ներկայացվում է ըստ իրենց լիազոր ներկայացուցիչների կատարած վիճակահանության։ Այսպիսով, առաջին համարի ներքո ռեֆորմիստների կուսակցությունն է, երկրորդ համարի ներքո բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունը, Ուժեղ Հայաստան դաշինքը երրորդն է ցուցակում, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 4-րդը, Նորուժ ռեֆորմիստական կուսակցությունը 5-րդն է, Միասնության թևեր կուսակցությունը 6-րդը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 7-րդն է ցուցակում, 8-րդ համարի ներքո Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունն է, 9-րդ համարի ներքո Քոչարի ազգային վերածնունդ եւ Ազգի Զարթոն կուսակցությունը, 10-րդ համարի ներքո Հայ ազգային կոնգրես կուսակցությունն է, 11-րդ համարի ներքո Հանրապետություն կուսակցությունը, ցուցակում 12-րդն է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը 13-րդն է, Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը 14-րդն է, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը 15-րդն է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 16-րդն է, Հայաստան կուսակցությունների դաշինքը 17-րդն է, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը 18-րդն է, Լուսավոր Հայաստան կուսակցությունը 19-րդը, Դեմոկրատիա, օրենք, կարգապահության կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Գյուրի Գյուղուկասյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը եւ թեկնածուի գրավոր հայտարարությունը պատգամավորի թեկնածու գրանցվելու մասին։ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի առաջին հերթական համարում ընդգրկված քաղաքացի Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանի ներկայացրած փաստաթղթերում բացակայել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է նաեւ մի շարք թեկնածուների գրանցումը տարբեր կուսակցությունների ընտրական ցուցակներից ընդհանուր 20 անձից պահանջվող փաստաթղթերի բացակայության պատճառով։ Վերջինները սահմանված 48 ժամում չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվելու են մինչև մայիսի 6-ը։ Կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվում են մինչև մայիսի 6-ը։ Հիշեցնենք, նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը ժամը 24:00։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Հայրիկը ուզում էր, որ իր զավակները լինեն ոգու արվեստի աշխարհից, ու այսօր եղավ ավակ մեր եղբայրը Արա Շիրազը հայտնի հանրահայտ քանդակագործ, Սիփան Շիրազը հայտնի պոետ եւ նկարիչ քանդակագործ, եւ մյուսներն է իհարկե։ Այդ առումով Շիրազի նպատակը զավակների հետ կապված իրականացել է, ես կարող եմ այդպես գնահատել։ Հովհաննես Շիրազի երազանքն էր որդիներին տեսնել արվեստի ու արհեստի բնագավառում։ Այսօր Հուշատուն թանգարանում դասական գրողի որդիների աշխատանքներով են համալրվում ցուցադրական նմուշները, այդպիսով Շիրազյան շունչն ավելի ամբողջական դարձնելով։ Վանան Շիրազը հուզմունքով է խոսում եղբոր քանդակագործական, գեղանկարչական եւ պոետական բազմակողմանի ձեռքերով ոշտված Սիփան Շիրազի ցուցասրահի բացման առիթով։ Ասեմ, որ Սիփան Շիրազը բազմաշնորհ, բազմատաղանդ մարդ էր, եւ բանաստեղծ, եւ նկարիչ, եւ քանդակագործ։ Այսօր շատ ուրախ եմ, որ թանգարանի տնօրինությունը նախաձեռնել է Սիփան Շիրազին առանձին ցուցասրահ ներկայացնելու Հովհաննես Շիրազի 111-ամյակի կապակցությամբ այսօր բացում ենք անում, շատ հուզիչ պահ է իմ համար, որպես եղբայր կրտսեր։ Թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը ընդգծում է, թանգարանն արդեն իսկ ունեցել է Շիրազի զավակների ստեղծագործությունների մասնակից ցուցադրություններ, սակայն այժմ ձևավորվում է առանձին հարթակ նրանց արվեստը ամբողջական ներկայացնելու համար։ Ֆոնդում ունենք նաև նրա զավակներից, այսպես ասեմ, տաղանդաշատ զավակներից մեկի Սիփան Շիրազի աշխատանքները, ստեղծագործությունները։ Նա օժտված էր այնպիսի մի ցիրկով, որ նրա մոտ կարծեք թե ամեն ինչ շատ գեղեցիկ ստացվել է, եւ քանդակագործություն, եւ գեղանկարչություն, եւ պոեզիա։ Նա նաեւ ստեղծագործել է եւ նրա գրքերը այսօր եւս ցուցադրության դրվում են, բայց հիմնական շեշտադրումը այսօրվա նրա որպես արվեստագետ լինելն է, նրա գեղանկարչական եւ քանդակագործական որոշ աշխատանքների
ցուցադրությունն է եւ դրա համար հատկացված հadoop սրահ մենք ստեղծեցինք։ Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը կարևորում է թանգարանների վերազինման եւ նոր ձևաչափերով ակտիվացման գործընթացը։ Նրա խոսքով այս սրահը նախկինում ծառայել է որպես աշխատասենյակ, սակայն վերանորոգումից հետո վերածվել է ժամանակակից ցուցադրական միջավայրի։ Որոշեցինք, որ այն կարող է լինել Սիփան Շիրազի ցուցասրահը ժամանակավոր ցուցադրության համար, ինչը իհարկե չի սահմանափակում այս տարածքը հետագայում ըստ անհրաժեշտության այլ ժամանակավոր ցուցադրությունների ծառայեցնելուն եւ ամենատարբեր հանդիպումների, քննարկումների հարթակ դարձնելուն։ Վստահ եմ նաեւ կլինեն համագործակցային շատ ծրագրեր, որոնք գուցե առաջին հայացքից կապ չեն ունենա Շիրազի նրա ժառանգների կամ նրա ստեղծագործական աշխարհի հետ, բայց այս բարեկարգ տարածքը կտա հնարավորություն փոքր կամերային ցուցադրություններ կազմակերպել, զուգահեռ նաև մարդկանց հրավիրելով թանգարան։ Նորաբաց ցուցասրահի համադրողն է Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը։ Այս ցուցասրահը կարևոր քայլ է ոչ միայն մեծ բանաստեղծի ընտանիքի ստեղծագործական ժառանգությունն ամբողջացնելու, այլև թանգարանային կյանքը նոր բովանդակությամբ հարստացնելու տեսանկյունից։ Մեր թանգարանը հարթակ է ոչ միայն Շիրազի ժառանգության պահպանման ու ցուցադրության համար եւ սերունդներին այն փոխանցելու համար, այլ նաև հարթակ է նրա զավակների ստեղծագործությունները հանրայնացնելու համար։ Թանգարանային ոլորտում վերազինման աշխատանքները շարունակական են եւ առաջիկայում նախատեսվում են նոր նախագծեր, որոնք կներկայացվեն մայիսի 16-ին թանգարանների գիշեր միջազգային ծրագրի շրջանակներում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Հայաստանի ու Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են, այդ համատեքստում մեծ է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։ Շարունակական փոխայցերը նպաստում են կապերի ամրապնդմանը ոչ միայն երկկողմ ու բազմակողմ մակարդակներում, այլև Հայաստան-Եվրամիություն ավելի լայն գործընկերության շրջանակում։ Այս շաբաթ Հայաստան էր այցելել Էստոնիայի Ռիգի Կոկուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունը, հյուրերին նախհանդիպեց ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ եւ վստահելի հարաբերությունները, դրանք համարելով Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնման առանցքային բաղադրիչ, դիմելով հյուրերին նշեց ազգային ժողովի փոխխոսնակը։ Հանդիպման մասնակիցները կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության դերն ու մեր երկրում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության հիմնումը։ Հաջորդիվ Էստոնիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց ազգային ժողովի Հայաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներ ու առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններ, այս հարցերն էին քննարկման օրակարգում։ Բացի երկկողմ օրակարգային հարցերից, մեր այցի նպատակն էր նաև հասկանալ, թե ինչպիսի համապարփակ եւ արդյունավետ միջոցներով կարող է Էստոնիան աջակցել Հայաստանին եվրոպական ինտեգրման գործընթացի հարցում։ Ուրախ կլինենք այս առումով կիսվել նաև մեր փորձով։ Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղին որդեգրելու մասին հարցերից բացի կողմերն անդրադարձան տարածաշրջանային իրողություններին։ Իսկ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության խորացման հարցում Էստոնիայի դերակատարությունն ու շարունակական աջակցությունը կարևորեց ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների հետ հանդիպմանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում գործակցության զարգացման վերաբերյալ։ Այցի ընթացքում Էստոնիայից ժամանած պատվիրակությունը հանդիպեց նաև երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Մինչ Հայաստանից հեռանալը Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ու ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում հյուրերը ծանոթացան Եղերդի մասին հավաստող փաստաթղթերին ու գրառում կատարեցին պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Ես Գարիկ Թովմասյանն եմ Դիլիջան քաղաքից։ Ավարտել եմ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մագիստրատուրայի բաժինը։ 2006 թվականից աշխատում եմ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ծնվեց գաղափար երեխաներին սովորացնել բացի 7-ա մարզումներին։ Եվ սկսեցինք առավոտյան ժամերին ժամը 8-ից 8:30 վազել 1.5 կիլոմետր մարզանք անել, նորից
1.5 կիլոմետր հետ վերադառնալ եւ սկսեցի ես երազել սպորտային քաղաք ունենալու մասին եւ միջև այսօր փոքր, բայց հստակ քայլերով գնում եմ առաջ։ Եվ այս ընթացքում արել ենք բազմաթիվ գործեր։ Շահեցինք դրամաշնորհ եւ դպրոցի տարածքում պատրաստեցինք պտտաձող, բասկետբոլի զամբյուղ, ֆուտբոլի դարպաս եւ սկսեցինք այդտեղ բացօթյա մարզումներ կատարել։ Մարզումները տևել են 10 տարուց ավելի եւ մի անգամ, երբ որ իմ 33-ամյակը պետքա լիներ, համընկել էր մեր մարզումների հետ, գնալով մարզահրապարակ, տեսա, որ երեխաներ չկան եւ մի 10 րոպե մտածեցի սպասեմ, նոր գնամ տուն եւ տեսնեմ երեխաներ քաղցրավենիքներ գնաց բարձանում են, որ ինձ շնորհավորեն ծննդիս օրվա արդիվ եւ միասին 30-ամյակս նշեցինք եւ տարիներ հետո, երբ որ 40-ամյակս էր, Էլի համընկել էր իմ ծննդյան օրվա հետ, էլի երեխաները տորթ էին պատրաստել եւ էլի գնացինք նույն մարզահրապարակ։ Ես որոշեցի ծննդյան օրերս հստակ ինչ-որ մի բան անեմ։ 41-ամյակիս համար հայտարարեցինք դրամահավաք 200 դրամ պլյուս։ Այդ գումարով մենք առաջի տարին պատրաստեցինք պտտաձող, երկրորդ տարին պատրաստեցինք բասկետբոլի զամբյուղ եւ ֆուտբոլի դարպասներ, երրորդ տարին գծանշեցինք այդ ամեն ինչը ու դրան զուգահեռ անում ենք մրցաշարեր, ֆիզկուլտուրայի ուսուցչի անվան մրցաշար։ Հիմա իմ մեծ նպատակը 44-ամյակից առնվազն 700 մարզիկով մեծ սպորտային փառատոն անենք։ Դիլիջանյան խողանջներ, սպորտային փառատոն։ Ես հասկացա, որ պետքա մենք ունենանք քառամարտի խմբակ։ Քառամարտի խմբակը ինչ է իրանից ներկայացնում՝ լող, ինքնապաշտպանություն, հրաձգություն եւ շախմատ։ Ես հավատում եմ նրան, որ մեր ազգաբնակչության մեծամասնությունը եթե տիրապետի այս 4 սպորտաձևերին, ինքը կլինի ուժեղ եւ ուժեղ մարդն է ունակ ինչ-որ փոփոխություններ անելու։ Հիմնեցի Դիլիջան ջիմ մարզական ակումբը։ Ունենք սամբոյի խմբակ, փորլիֆտինգի ուժային եռամարտի խմբակ, ֆիթնեսի խմբակ, կանանց եւ աղջիկների, որտեղ մարզիչը իմ կինն է, որը տարիներ շարունակ աշխատելով բուժքույր, իմ հստակ ջանքերի շնորհիվ դարձավ ֆիթնեսի եւ փորլիֆտինգի մարզիչ։ Եվ ունենք հանրապետական կարգի հաղթողներ։ Սամբոն պարապում է ընկեր Արմանը, Եվրոպայի մրցանակակիր, Իջևանից գալիս է սամբոն անցկացնում, իսկ ուժային եռամարտը ես եմ պարապում իմ օգնականների հետ, օգնականներս բավականին փորձառու մարզիկներ են, արել են Հայաստանի ռեկորդներ եւ նվաճել են Եվրոպայի չեմպիոնության տիտղոսը։ Զուգահեռաբար նաև լողի մարզիչ եմ, նաև Arc-Diving ֆեդերացիայի խորհրդի անդամ եմ։ Որպես մարզիկ նպատակ ունեմ մեր Arc-Diving-ի կենտրոնից լողալ մինչև Սևանը կղզին, Սևանը կտրեմ, մեկ էլ նպատակ ունեմ freediving-ով ռեկորդ սահմանեմ։ Շնորհավորությունը ամենից կարևորը Ես միշտ սիրով եմ գալիս ու մեր կարգախոսը ամենից կարևորը սիրով, տրամադրությունը մարտական։ Եթե ուզում ես աշխարհը փոխես, պետք է սկսես քեզանից։ Ամենակարճ ճանապարհը ուղեղից դեպի սիրտն է։ Ես այլ տարբերակ հաջողության հասած մարդու չեմ ճանաչում։ Հենց ներսումդ կարգու կանոն կա, աշխարհն էլ է սկսում կարգու կանոնով շարժվել։ Սևան ժողովրդական պարային անսամբլը գեղարվեստական ղեկավար Էլինար Խաչատրյան ապրիլի 29-ին Պարի միջազգային օրը Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմաց կազմակերպել էր հայկական ազգային պարերի ուսուցում, ինչպես նաև շուրջ պար բռնել, խաղեր խաղալ։
Պարի միջազգային օրվան նվիրված այս գեղեցիկ նախաձեռնության նպատակն էր հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։ Հիմնական նպատակն է երիտասարդներին եւ պատանիներին համախմբել ու նրանց տեսնել մի համակարգում իրար հետ ձեռքի բռնած բարելիս։ Ու հույս ունեմ, որ հասել եմ այդ նպատակին, ճիշտ է աշխատելու շատ տեղ կա դեռ երիտասարդների եւ պատանիների շրջանում ինֆորմացիայի առումով, բայց ինչքան որ կարողանում ենք, այդքան համախմբում ենք երիտասարդներին։ Այսօր կարևոր է բոլորիս համար, բոլոր հայերի համար, որովհետեւ պարը մեր հոգու արմատն է, մեր հույզերն են, մեր զգացմունքներն են եւ մեր արժեքներն են։ Սևան համայնքում գործող պարային համույթները իրենց բարձրարվեստ կատարումների շնորհիվ Սևան համայնքը միշտ էլ դարձրել են ներկայանալի եւ օրինակելի մշակութային հարթակներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր, որը եւս մեկ պատեհ առիթ է արտահայտելու մեր վերաբերմունքը արվեստի այս ճյուղի նկատմամբ, ինչպես նաեւ միավորել մարդկանց հանուն բարեկամության ու խաղաղության, խոսելով Պարի ամենազոր լեզվով։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամահոր։ Ես հիմա 12 տարեկան եմ, բայց որ դառնամ 17, ծնողներիս կօգնեմ։ Աշխատի դեռահասը թե ոչ, այս հարցի վերաբերյալ կապանցի մայրիկների կարծիքները տարբեր են։ Հայրիկները, որ հրաժարվեցին խոսել տեսախցիկների առջև, միաձայն կողմ էին տղաների աշխատելուն, միաձայն դեմ աղջիկ երեխայի աշխատանքով ծանրաբեռնվելուն։ Աշխատել պետք չի սովորեն, կայանան, ճիշտ մարդ մեծանան, խելացի հասուն քաղաքացիներ լինեն, դա ընթացքում կաշխատեն։ Ինձ թվում է ավելի լավ է ինչ մասնագիտություն ունենալ, մի բանով օգուտ տալ, թե չէ հենց այնպես։ Կոնկրետ իմ երեխաները շատ վաղուց սկսել են աշխատել։ Այո, իրանց ցանկությամբ մենք չենք իրանց ստիպել, համ ինքնուրույն են դառնում, սեփական ֆինանսն են ունենում, կախվածություն չեն ունենում ինչ որ չափով, ճիշտ է։ Եթե դա վերաբերվում է 3 ամսվան արձակուրդին, իհարկե չի խանգարելու։ Եթե դա վերաբերվում է նրան, որ երեխային այդ գումարը անհրաժեշտ է ընտանիքի ինչ-ինչ պատճառներով ելնելուց կարող է ինքը դասերն է հասցնի, գործն է հասցնի։ Դրա համար եմ ասում, շատ կարևոր է, ինչ հիմք ինքը ստացել ընտանիքում։ Երեխաների ցանկությունները եւս տարբեր են նաեւ ակնկալած աշխատավարձերը։ Ես Ռայսան եմ, 16 տարեկան, աշխատում եմ Coffee Time-ում։ Իմ աշխատած գումարը ինձ բավարարում է։ Լավ կլինի ամառային արձակուրդներին ինչ որ թեթև գործ լինի, որ բոլորը աշխատեն էլի երեխաները։ Մարդիկ կան, որ հենց իմ տարիքին արդեն աշխատում են։ Լիմոն են ծախում, օրինակ, կամ էլ նենդը հենց կա մաշին քշել այս երեխեքի համար։ Տենց ես գիտեմ մոտավորապես իրանք ամիս ինչքան են աշխատում։ Ամեն օր 1000 դրամ աշխատում են։ Սովորելն ու աշխատելը համատեղելը շատ մեծ հնարավորություն կտա նաև ձեռք բերել այլ հմտություններ, օրինակ ժամանակի կառավարումը։ Գործատուները, որոնց դիմում են, պետք է շատ զգույշ լինեն դեռահասի հետ առաջին իսկ հանդիպման պահից, թե ընդունելը, թե մերժելը պետք է լինի այնքան կշռադատված, որ երեխան չհիասթափվի, ասում է Նարէ Սմբատյանը։ Նա սպասարկման ոլորտում է 17 տարեկանից, հիմա ինքն է աշխատակից ընտրում։ Երբեմն լինում է, որ մեծ են երևում, բայց փաստաթղթերը անպայման պահանջվում իրենցից։ Իրենց համար սահմանվում է թեթև աշխատանքային գրաֆիկ, օրվա ընթացքում 4-ից 5 ժամ ընդմիջումներով։ Անչափահասների դեպքում նախ աշխատանքի պայմանների ներկայացվում անպայման ծնողի ներկայությամբ, համաձայնագիր է տրվում, ըստ որի ծնողը համաձայնվում է, որ իր անչափահաս երեխան աշխատի մեզ մոտ։ Մինչև 18 տարեկանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ասում է փաստաբան Ռուբեն Ղազարյանը։ Մինչև 14 տարեկաններին կարելի է ընդգրկել մշակութային գործունեության մեջ, 14-ից հետո վերցնել աշխատանքի սահմանափակ ժամանակահատվածով, 16-ից կնքել ամբողջական աշխատանքային պայմանագիր, բայց հաշվի առնել, որ օրենքը նրանց շահերը խիստ է պաշտպանում։ Մինչև 18 տարեկան անձը, եթե դիմում է աշխատանքի ընդունվելու համար, ապա պարտադիր պետք է բժշկական փաստաթուղթ ներկայացնի։ Ընդ որում բժշկական զննություն ասնելու եւ բժշկական փաստաթուղթ վերցնելու համար վճարում է գործատուն, ապագա գործատուն, այսինքն այդ անչափահասը որևէ գումար, որևէ լումա դրա համար չի ծախսում, գործատուն ինքն է վճարում։ Այսինքն այդ առողջության հետ կապված հարցը լուծում է եւ դրանից հետո արդեն պայմանավորված է, թե առողջությունը ներում է, ինքը կոնկրետ համապատասխան առաջադրանք տրվում է կամ համապատասխան աշխատանք է կատարում։ Սակայն աշխատանքները կատարելուց էլ էլի պայմանավորված աշխատանքով իրեն միայնակ ոչինչ չի հանձնարարվում։
Այսինքն ինքը միայնակ չի կարող գործուղման գնալ, եթե աշխատանքը այնպեսին է, որ պատասխանատվության է վերաբերվում, իր հետ լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր չի կարող կնքվել։ Դեռահասները հաճախ պատրաստ են կատարել տարատեսակ գործեր, իրենց մեծ զգալու ֆինանսական անկախության համար կամ ուղղակի հետաքրքրասիրությունից դրդված։ Մեր շուրջը նայելով հաճախ կտեսնենք երեխաների շահագործում, բայց քանի դեռ չկա բողոք, չկա նաև արձագանք։ Որպես զուտ փաստաբանի, որ ասեմ դիմել են, չեն դիմել, բայց սովորական որպես քաղաքացի ես բազմաթիվ անգամ տեսել եմ, որ իրականում ես որպես իրավաբան կարող եմ գտնել, որ դա շահագործում է, որովհետև ասենք թե սահմանված ժամկետից շատ են աշխատում, որը անչափահասը այդքան ժամ չպիտի աշխատի, կամ իր հանգստի ժամը պիտի առնվազն եթե 4 ժամից ավելի է աշխատում, հանգստի ժամ պիտի 30 րոպեով առնվազն ավելի լինի, բացում ես, որ տարբերակում չկա, բայց որ անձին գան բողոքի են դրա հետ կապված վարչարարություն իրականացվի կամ ավելի խիստ դեպքերի ժամանակ քրեական վարույթ հարուցվի, ցավոք չեմ հանդիպել։ Անչափահասին հաճախ են մերժում գործատուները, քանի որ պատրաստ չեն կրելու այդ պայմանագրից ծագող պատասխանատվության բեռը։ Նրան մեղադրել կամ խնդիրներ առաջացնել տարիքային տարբերակում դնելու հիմքով հնարավոր չէ։ Գործատուն խնդիր կունենա, եթե պահանջի այլ ավելորդ հանգամանքներ, մասնավորապես որ արտաժամյա աշխատի, շաբաթ-կիրակի հանգստի օրերին աշխատի, ավել աշխատացնի, արձակուրդայինը քիչ տա, կամ այնպիսի աշխատանքներով ծանրաբեռնվի, որը կխոչընդոտի նրա ուսումնական process-ին։ Պիտի այդ ամեն ինչը համաչափության մեջ լինի եւ գործատուն հստակ իր աշխատանքները կարողանա այնպես կարգավորել, որ անչափահաս միջև 18 տարեկան լրացած անձի թե ֆիզիկական, թե մտավոր եւ թե բարոյական այդ զարգացումը համապատասխանի։ Անչափահասի հետ աշխատանքային պայմանագիր կնքել հնարավոր է, բայց գործատուն պետք է պատրաստ լինի ռիսկերին, նաև խստագույնս հետևի օրենքի պահանջներին, ամփոփում է փաստաբանը։